Լինելով մի փոքր իրավաբան, այնուհանդերձ պաշտպանեմ իրավական process-ի որոշ կարևորությունը, այսինքն վաղը մյուս օր մենք պետք է խոսենք այս օրերի իրադարձությունների մասին, եւ ես կարծում եմ, որ ոչ հեռավոր ապագայում այս գործընթացը, այս հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունները պետք է հայտարարվեն ոչ լեգիտիմ, եւ դրա հիմքը պետք է լինի այն, որ բոլոր հնարավոր միջոցները սպառվել են։ Այսինքն այդ միջոցներից մենք ակնկալիք չունենք, որևէ ակնկալիք չկար այն կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որը անգամ կալկուլյատորի ճշգրտության, այսպես մոտ ճշգրտություն չուներ, որտեղ բացարձակ մաթեմատիկայի, ոչ թե պետական օրենքները, ոչ թե ընտրական, այսպես ասած, ավանդույթները խախտելով, այլև մաթեմատիկայի օրենքները խախտելով դրեց եւ հերն անիծեց 5 մանդատ գողացավ ուղղակի Բարգավաճ Հայաստան կուսակցությունից, որի արդյունքում ընդդիմությունից, ընդհանուր ընդդիմությունից գողացվեց 3/5-ի, այսինքն 2/5-ը, որը որ շատ կարևոր սահմանադրական չափ, ուրեմն թվաքանակ էր, եւ դրանից հետո էլ ինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովից ակնկալեց։ Նույնը չի կարելի ակնկալել նաեւ սահմանադրական դատարանից, բայց չդիմել նշանակում է անընդհատ լսել այդ հարցը, բա որ համաձայն չեք դիմեք, որ համաձայն չեք դիմեք։ Դրա համար ես կարծում եմ, որ դա հետաքրքրություն չներկայացնող process է լինելու քաղաքական առումով, բայց չի կարելի այդ process-ը չանցնել, չի կարելի այնտեղ չդիմել եւ այն բոլոր ուժերը, որ այդտեղ դիմել են, իրավունք են վաստակելու ինչ որ մի օր այն քաղաքական հայտարարությունը անելու եւ դրան հետևանքներ տալու, որ այս ընտրությունները եղել են ոտից գլուխ կեղծված, հետեւաբար դրա արդյունքում ձևավորված մարմինը չի կարող առ ոչինչ չլինել։